Կուսակեցում ավելի կոնկրետ կատարում, ըստ էության, քանի որ Միրան Պողոսյանի հետապան բարկա է շուրջ 6 միլիարդ դրամային պահանջ, դատարանին ուղղակի խնդրում եք, որ Միրան Պողոսյանի դեմ ներկայացված դրամական պահանջը բավարարել ոչ միայն Միրան Պողոսյանի անվան հաշվառված գույքերի հաշվին, այլ նաև Միրան Պողոսյանի եւ Կարինե Հայրիկյանի ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքերի, ինչպես նաև Գագիկ Սամվելի Բադալյանի, Աստղիկ Հակոբի Իսահակյանի, Միրանի Պողոսյանի, Անտոնիո Ռեկարդինոյի անվան հաշվառված մի շարք գույքերի մասով։ Այսինքն այս գույքերը ի սկզբանե հայցի հիմքում ներկայացված են որպես Միրան Պողոսյանի պատկանող գույքեր եւ նախկինում այդ գույքերի նկատմամբ առկա էր քննադատության պահանջ այն հիմքով, որ դրանք ապօրինի են դիտարկվել։ Բաժանորդագրվեք Իրավաբան.net-ի սոցիալական հարթակներին հետագա նորություններին տեղեկանալու համար։